Խաղադաշտում ով Կաունասում խաղացել է, այդ ֆուտբոլիստերն են Սաուլիոս Միկոլիոնասը եւ Էդգարաս Չեսնաուսկիսը։ Մնացած բոլորը նոր ֆուտբոլիստեր են։ Իսկ մեր հավաքականի կազմում արդեն Սարգիս Հովսեփյանը, քանի որ փոխանցվել է, նրանք չնշեմ Գևորգ Ղազարյան, Կարլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիցելի։ Այս 4 ֆուտբոլիստերը խաղացին Կաունասում, մեկնարկային կազմում կրկնում եմ, մնացած բոլորը նոր են եւ պատկերացրեք 1 տարվա ընթացքում որքան բան է փոխվել, թե կորուստների առումով, թե նորեկների առումով գրում է Հայաստանի հավաքականը Օզբիլիսի փոխանցումը եւ դաշտի սահմաններից գնդակը դուրս անում Սաուլիոս Միկոլիոնասը։ Անկյունային արված առաջին անկյունային Հայաստանի հավաքականի կատարմամբ եւ տեսեք Արասի փոխանցումը աչի եզրից դարպասային հրապարակում մեր ֆուտբոլիստերից ոչ ոք չկար եւ Արասը ինքն է գնում այս անկյունայինը իրացնելու հարմարվել է արդեն կարելի ասել Օզբիլիսը Կրասնոդարի Կուբանի խաղին գոլեր է խփում, ստանդարտներն են նրան վստահում եւ Հայաստանի հավաքականում էլ նա ստանդարտների հիմնական իրացնողը կարելի ասել համարվում, անկյունայինը իրացված է, հեռացնում են պաշտպանները գնդակը, այստեղ լավ աշխատեց Մարկոս Պիցելին, բայց նորից Մխիթարյանը վերադասում է գնդակը Օզբիլիսին, Նատուկանային հրապարակում է, արված դարպասին գոլ, Վարդապետյանը եւ Էդգար Մանուչարյանը գրավում է Լիտվայի հավաքականի դարպասը 1-0 7-րդ րոպեին Հայաստանի հավաքականը շատ արդյունավետ է օգտագործում ստանդարտ դիրքը։ Իհարկե այստեղ անմիջապես ստանդարտից գոլը մեր տղաները չխփեցին, բայց երկրորդն եղավ այս գրոհին եւ ամեն ինչ հիանալի արեցին Մխիթարյանն Օզբիլիսը։ Տեսեք կրկնապատկերս արդեն վերջին հատվածն է, երբ Մխիթարյանը խլելուց հետո գնդակ ուղարկում է Օզբիլիսին վերջինս դեպի կենտրոն եւ Էդգար Մանուչարյանը շատ դիպուկ, շատ գրակետ հարվածով գրավում է դարպասի հեռավոր անկյունը։ Էդգար Մանուչարյանը այսպես է նշանավորում իր վերադարձը Հայաստանի հավաքական երկար ժամանակ։ Մանուչարյանը բացակայել է եւ ձեր էկրաններին են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նրա կողքին մեր երկրի պաշտոնյաներն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, աչից էլ նստած